Վերջերս իմացանք, որ Ամերիաբանկը Լիդիան Արմենիա ընկերությանը տալիս է 24 միլիոն դոլարի ֆինանսավորում, որպեսզի նա իրականացնի ամուլսարի կործանարար ծրագիրը։ Այդ ծրագիրը եթե լինի, մենք կորցնելու ենք մեր Սևանա լիճը, կորցնելու ենք ջերմուկը, կորցնելու ենք Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարները, թունավորելու ենք Վայոց ձորի Սյունիքի հսկայական տարածքներ, ու թե այդ ներքին գրունտային ջրերով ու հետո գետերով այդ թույները ինչքան հեռու կտարածվեն, այդ էլ արդեն ժամանակը ցույց կտա։ Դրա համար մենք կոչ ենք անում Ամերիկային, որպեսզի այդ ֆինանսավորումը դադարեցնի։ Դրանով մենք բոյկոտում ենք Ամերիկային։ Այսօր արդեն մի քանի հոգի իրենց հաշիվները հենց այդ պատճառով փակել են Ամերիաբանկում։ Շատ մարդկանց Ամերիաբանկը համոզում է, որ դեռ չփակեն հաշիվները, այսինքն լիքը մարդիկ մեզ գրել են, որ գնացել ենք հաշիվը փակելու, ես համոզում են, թե դեռ մի փակեք հաշիվը, մենք ձեզ հետ կխոսենք, հետո դրանից կորոշեք ու սկսում են մարդկանց համոզել, թե իբր այդ ծրագիրը լավ է, կամ էլ գիտեք, մենք քննարկում ունենք ու հնարավոր է կասեցնենք ծրագիրը, բայց այդ ընթացքում նրանց մասնագետները ակտիվ ու նրանց համակիրները, երբեմն նաև ինչ-որ կեղծ պրոֆայլներով մարդիկ փորձում են իրենց արդեն իջած ռեյտինգը բարձրացնել ու իրանց PR անել, նաև ինչ-որ չափով մեր արածը փնովել։ Դրա համար այսօր եկել ենք այստեղ ակցիայով, նաև այսօր մենք հաշիվ ունենք փակելու, էլի մարդիկ երևի կլինեն, կոչ ենք արել, որ իրենց հաշիվները այսօր փակեն, դա բոյկոտի մեր ձևն ամել։ Ամուլսարի ֆինանսավորողների մեջ է նաև EBRD-ն եւ IFC-ն, նրանց դեռ հետո կանդրադառնանք։ Ամերիաբանկի տնօրինության հետ կապ չենք ունեցել, մենք ընդհանուր դիմել ենք, այսինքն մեր արդեն այս տարբերակով նրանցից դեռ արձագանք չի եղել։ Արձագանքը միայն եղել է այդ բաժանորդներին համոզելով, որ դեռ չբանանեք, այսինքն կոնկրետ կապ չի եղել իրաց հետ։ Որ 20 օր առաջ բացեց, որ նաև Ամերիաբանկն է համաձայնվել, ուրեմն բարձ տրամադրել Լիցենին ամուսարի ծրագիրը իրականացնելու համար։ Ուրեմն քանի որ այդ արդեն մեր հայկական բանկ է, մենք այստեղ ավելի ակտիվ գործունեության միջավայր ունենք, դրա համար մենք հղում ենք մեր բոյկոտը Ամերիաբանկին եւ կոչ ենք արել այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր որ հաշիվներ ունեն Ամերիաբանկում, փակեն իրենց հաշիվները ի բողոք ամուսարի ծրագրի աջակցության եւ մասնակցության։ Մենք հասկանում ենք, որ դա բիզնես է իրականում, բայց մյուս կողմից էլ գիտենալով Ամերիաբանկի հիմնադիրների գաղափարախոսությունը, մի քիչ մեր համար անհասկանալի է, թե այդ գաղափարախոսությամբ ուղղորդվող այդ ծրագրեր Հայաստանում իրականացնող մարդիկ, դա վերաբերում է, ասենք, էկոգյուղերի ստեղծման, տանտերի ծրագիր, այլ էկոլոգիական ծրագրեր եւ նաեւ սոցիալական եւ ուսումնական տնտեսական ծրագրեր ստեղծող մարդիկ հանգարց որոշում են կայացնում հանգստաբերական այսպիսի վտանգավոր ծրագրին վարձ տրամադրել։ Էլի կգրեմ, դա բիզնես է իրականում, բայց ամեն դեպքում բիզնեսը պետք է էթիկական նորմերին նույնպես հետևի։ Համար մենք խնդրում ենք եւ կոչ ենք անում հիմնադիրներին մտածել այդ ուղղությամբ եւ նաեւ որոշակի եզրակացություններ անել եւ միգուցե նաեւ հետ կանգնել այդ որոշումից կամ արդեն կայացած գործարքից։ Մենք հասկանում ենք, որ դժվար է կայացած գործարքից հետ կանգնել, բայց ամեն դեպքում թող լավ ուսումնասիրեն խնդիրներն ու վտանգները եւ մենք հասկանում ենք, որ եթե ճիշտ ուսումնասիրված են բազմակողմանի, ոչ թե միայն շահագործողի ներկայացված տվյալները, ապա իրենք չէին գնա այդ քայլին։ Եվ ամեն դեպքում դրա համար մենք ունենք դիմումի ձև, որտեղ որ նշված է, թե ինչ պատճառով են մարդիկ ցանկանում եւ փակում իրենց հաշիվները Ամերիաբանկում։ Մենք գիտենք, որ արդեն բազմաթիվ մարդիկ փակել են հաշիվները, մի շարք մարդկանց նաև ասել են ուղղակի հետո դες կզանգենք կբացատրենք հիմա մի փակեք հետո կասենք եւ այդ տիպի խոսակցություններ, բայց ամեն դեպքում բազմաթիվ մարդիկ փակել են, այսօր քանի որ մենք էլ հաշիվ ունենք պատահաբար բացած մի 20-25 օր առաջ էլի Ամերիաբանկում, որովհետեւ մենք էլ փակենք մեր հաշիվը, դուք իմ հաշիվն այդ դեպքում կոնկրետ, ու այս ուղղակի սիմվոլիկ բան է, մենք հասկանում ենք, որ դա ոչ մազեցություն չի գործում բանկի վրա, բայց եթե մեր քաղաքացիները եւ կազմակերպությունները ավելի ակտիվ գտնվել են եւ ավելի մասնակցություն ունեն այս եւ մնացած պրոցեսներում, ապա մենք համոզված ենք, որ ամուսարի ծրագիրը, որը մեծ վտանգ է էկոլոգիական Հայաստանի ապագայի համար, մենք կարողանանք իրենք ասեցնել։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, հիմա ես գնամ կփակեմ, մնացածը սև արդեն փոխանցում, որպեսզի բանկի բնականon աշխատանքը նույնպես չքանդարվի։
ցիանիդի օգտագործման ոսկու կորզման ֆաբրիկան, որը կոնկրետ իրանք ֆինանսավորում են 24 միլիոն դոլարի սահմաններում, դա Էկոռումբա Հայաստանի գլխին, սահմանից 35 կիլոմետր հեռավորության վրա, մի թեթև ասենք հրա այս ձև համազարկ, հրետանային համազարկ եւ ցիանիդի կորզման այդ ոսկու գործման գործարանը իր ցիանիդի պահեստներով կարող է լցվել արփագետը, իսկ այդ քանակությունը այդտեղ մոտորապես լինելու է տարեկան 1000 տոննա ցիանիդ, եթե լցվում արփագետը, դա մի հատ այն տեսակ աղետ կարա ստեղծի, որը նույնիսկ չեմ էլ ուզի նկարագրեմ, բայց պատկերացրեք արփագետը այդ իր ամբողջ կիրճով ոչնչանալու է։ Ինչ որ կա շնչավոր էակ այդ հատվածում ոչնչանալու է։ Եվ իրանք թող չխաբեն, թե դրանք վերահսկելի ռիսկեր են։ Այդ տեսակ ռիսկը դա ամենից վերահսկելի չի։ Իհարկե հանքարդյունաբերությունը Հայաստանում կա, գոյություն ունի, իրանից չենք կարող փախնել, բայց պետք է զարգացնողները եւ այդ ուղղությամբ մտածողները հասկանան, թե ինչ ծավալների հանքարդյունահանումը ինչ հետևանքներ կարող ունենա Հայաստանի նման փոքր երկրի համար։ Եթե մենք ասում ենք որոշակի սահմանը, բնությունը չի կարող վերականգնվել եւ բնականաբար բնության հասցված վնասը անվերականգնելի է լինում։ Հիմի կոնկրետ ամուսարի հարցը եթե դնենք, ուրեմն ինքը այն ինչ որ պատմվում ներկայացվում, այդ ուղղակի հիմնական վտանգը թաքցնելու նպատակ է հետապնդում։ Իրական վտանգը դա Հայաստանի քաղցրահամ ջրերի վրա կախված վտանգն է, որը որ ամուսարի դեպքում անկառավարելի է։ Իսկ անկառավարելի վտանգի դեպքում դու ում ստանդարտներով ուզում ես շահագործի կամ ում ստանդարտներով ուզում ես արա, այդ վտանգը հնարավոր չի կառավարել։ Հիմա մենք դրել ենք կշերկի երկու նժարներին։ Որոտան Արպասևան թունելը, որի վրա որ միլիարդավոր դրամներով փող է ծախսվել, դերևս սովետական միության հետո նաև Հայաստանի անկախ Հայաստանի օրերով, դրել ենք ուրեմն վտանգի տակ Սևանալիջը դրա արդյունքում Կեչուտի սպանդարանի ջրամբարը, ջերմուկի հանկային ջրերն ու ջերմուկ քաղաքը որպես առողջարան եւ ասում ենք ոչ մի խնդիր չի լինի։ Կներեք մենք չենք հավատում դրան ու նաեւ բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ կան անկառավարելի ռիսկեր։ Նույնը հանքարդյունաբերությունն է, եթե հանքարդյունաբերության ծավալները այս տեմպերով շարունակվում, մենք ունենանք լուրջ էկոլոգիական խնդիրներ եւ մարդիկ սկսեն Հայաստանից փախնել ոչ թե սոցիալական կամ քաղաքական կամ տնտեսական պատճառներով, այլ էկոլոգիական պատճառներով եւ կլինի էկոարտագաղթ, այսինքն մարդիկ չեն ունենա միջավայր, որտեղ կա մաքուր ջուր, մաքուր հող, մաքուր մթնոլորտ, որ ինքը նորմալ գոյատևի։ Այդ խնդիրներին պետք է ուշադիր լինել Հայաստանի նման փոքր երկրների համար, իսկ մեր կառավարությունը ցավոք սրտի ոչ մի կառավարություն դրա գիտակցությանը չի հասել դեռևս։ Ոչ, խնդիրը օգտագործման քանակի եւ ծավալների մեջ է։ Մենք ունենք 4-5 հանքավայր, որոնք որ 50-60 տարի շահագործվում են, մենք պնդում ենք, որ դրանից բացի մեզ նոր հանքավայրեր պետք չեն շահագործել։ Մենք պետք է ճիշտ կազմակերպենք այդ հանքավայրերի շահագործում եւ ճիշտ պետք է կատարենք նաեւ ստացված եկամուտի վերաբաշխումը, որը որ նույնպես Հայաստանում ճիշտ չի կատարվում։ Դրա համար, եթե մենք ամբողջ Հայաստանը դնենք հանքարդյունաբերական մեքենայի տակ, կներեք, իսկ այդ հնարավորությունը ունենք, քանի որ բոլոր տեղերում մենք ունենք քիչ թե շատ պաշարներով հանքեր։ Մենք ուղղակի կորցնենք մեր էկոմիջավայրը եւ բնակչությունը եւ բնությունը չի կարող շարունակել իր նորմալ գոյատևումը։ Դա է ամբողջ խնդիրը։ Այդ խնդիրը պետք է հասկանալ ու պետք ինչ որ այլընտրանքներ փնտրել կամ առաջարկել, որ մենք գտնենք ինչ որ այլընտրանքներ։ Ջերմուկի դեպքում այլընտրանքը վաղուց ստեղծված է որպես առողջարանային եւ հանքային ջրերի գոտի։ Հիմա այդ այլընտրանքը մենք դնում ենք վտանգի տակ ամուսարի ինչ որ կասկածելի ոսկու պաշարների պատճառով։